Ես զբաղվում եմ աշխարհի ամենահին մասնագիտությամբ, որի պահանջարկը միշտ կա, ասում է 30-ամյա ոսկին եւ միաժամանակ նշում. Եթե ես չաշխատեմ, ասենք Քոչարյանը պետք է բերի մեր երեխուն մի կտոր հաստա, որի մեր երեխեն ուտի, գիշերը չեմ աշխատում, որովհետեւ ես ապրել եմ ուզում։ Եթե ես իմանամ բավարար աշխատանք, ես չեմ անի դες բան։ Մարմնավաճառուհին անընդհատ Ռոբերտ Քոչարյանի անունն էր նշում, քանի որ նրա պաշտոնավարման տարիներին է սկսել իր նոր մասնագիտությամբ զբաղվել։ Իր երկու անչափահաս երեխաներին պահելու համար նա այդպես էլ որևէ աշխատանք չի գտել, թեև իր խոսքերով դիմել է աշխատանքի տեղավորման տարբեր գործակալություններ։ Հայ եմ, չեմ ուզում ապրեմ ստեղ։ Ստեղ աշխատանք չկա, մարդիկ չեն կարում ապրեն, որ պետությունը, ղեկավարությունը մեզ աշխատանք չի տալիս, աշխատատեղեր չի բացում։ Այսօր նրան միայն մեկ բան է հուզում, երեխաները չիմանան, թե ինչ ճանապարհով է մայրն իրենց կերակրում։ Սա ինձ հաճելի չի, քեզ չթվաց սա որ ինձ հաճելի գործ է։ Սա ինձ հաճելի չի, ուղղակի ես անում եմ զուտ իմ երեխու համար։ Իր հիմնական աշխատավայրը մարմնավաճառուհին համարում է Երևանի քաղաքապետարանի դիմացի մայթը, իսկ երեկոյան իր տեղը զիջում է։ Երեկոյան տղամարդիկ են կայնում, գոմիկներ են կայնում։ Մարմնավաճառուհու ասելով քաղաքապետարանն իր աշխատանքը չի խոչընդոտում, սակայն ոստիկանների հետ շփվելու առիթներ ունեցել է։ Մի քանի անգամ միլիցեքն են բաժին տարել, էլ ոչ մի բան։ Իր հիմնական հաճախորդները միջին տարիքի հայ տղամարդիկ են, նրանց թվում կան նաև պաշտոնյաներ, ասում է ոսկին եւ շտապում ավելացնել, որ ինքը պարսիկների հետ չի շփվում։ Իսկ իր մատուցած ծառայությունների գինն անփոփոխ է։ 2 ժամը 25000։ Իսկ զրույցի ավարտին մարմնավաճառուհին դեմ չէր, որպեսզի տեսագրվեր մի քանի դրվագ իր աշխատանքից։ Հայաստանի Հանրապետությունում մարմնավաճառությունը քրեորեն պատժելի արարք չէ, նախատեսված են միայն վարչական տույժեր։ Տաթևիկ Ազիզբեկյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։ Վերջերս ստեղծված առաջին հայկական պոռնո կայքի փակումը ոստիկանության կողմից սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը համարում է ճիշտ որոշում։ Փողոցում կանգնող մարմնավաճառները կանգնում են ժամը 10-ից 11-ից հետո, այսինքն հասարակության աչքից, հատկապես դեռահասներից մի քիչ ավելի հեռու, ինչը չեն կարող ասել կայքի դեպքում։ Թվում է, թե ինչ վատ է, որ ցիվիլ տարբերակ է կայք է, բայց իրականում այն կարծես թե ավելի մատչելի է դարձնում երևույթը, որը ցանկալի չէ։